Դերասանուհի Մագա Հարությունյանը և հաղորդավար Սուրեն Փահլևանյանը երկար տարիներ է արդեն միասին են։ Սկզբնական շրջանում զույգի միությունը կասկածի տակ էր դրվում, սակայն եկավ շրջան, երբ նրանք արդեն հայտարարում էին միմյանց հետ միասին լինելու մասին։ Եվ ահա մեկ օր նրանք միմյանց հավերժ տեր և հնազանդ եղան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում։ Այդ օրից ի վեր բազմաթիվ քննարկումներ են հնչում այն մասին, թե ինչպես Սուրեն Փահլևանյանն ամուսնալուծվեց իր առաջին կնոջից, ինչպես իր հարաբերությունները կառուցեց Մագա Հարությունյանի հետ, սակայն զույգը ցանկացած հարցազրույցի ժամանակ շտապում է նշել, որ Մագան որևէ կապ չի ունեցել Յանայի և Սուրենի ամուսնալուծության հետ, և նա Սուրենի հետ հանդիպել է միայն ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց։ Այսօր զույգը ժամանակ առ ժամանակ ինստագրամյան հարթակում ընտանեկան հրապարակումների տեսքով է հանդես գալիս։ Հերթական հրապարակումը Մագա Հարությունյանն արել է իր սկեսուր մայրիկի ձայնի ուղեկցությամբ։ Նա հարցեր է հնչեցնում սկեսուր մայրիկին, ով ինչ-որ չափով ամաչում է պատասխանել, սակայն չի երկմտում և պատասխանում է հարսիկին, նշելով, որ նրան անպիտ չափ է սիրում։ Խոսքի վերջում Մագա Հարությունյանի սկեսուրը նշում է, որ վաղվանից բոլոր թերթերը կգրեն այս մասին, դե իսկ Սուրեն Արուստամյանն էլ փորձում է կադրում փակել կնոջ գեղեցիկ կրծքերը։ Հենց նկարեցի լռեցիր։ Չեմ խոսալ այդ։ Ինչի՞, չես ուզում սփոյլ անես։ Չէ, ես մամայիս եմ պատմում, հետևորդներին հեռուստադիտողին չեմ պատմում, Դե լավ, իսկ ես իմ հեռուստադիտողին ուզում եմ պատմել, որ մենք վերջացրեցինք մեր խնձույքը, ագանյոկը եւ հիմա ես ռեյտինգի պակաս ունեմ։ Սենց ավելի կլինի ռեյտինգը 10-ից մատանիորս։ Հասկացա։ Լավ, մեր խնձույքը ագանյոկը վերջացրեցինք, հիմա ոնց որ ասած եկել ենք Իսուրից տուն, ընտիր հացը կերանք, սուրոնել, մատ լսեք էլի, փոխանակ վաղը Տոմս առնի իր մամային տանի կինոն նայելու, դրես սաղ ծեր պատմում է։ Իմ մամաս սիրում է իմ պատմած կինոները։ Մի հետևեք Սուրենի օրինակին եւ վաղը գնացեք Full House-ը դիտելու։ Ես ասեմ ժողով ջան, վաղը մյուս օրը Տոմս չկա։ Սաղ առել ես։ Հա, առաջիկա նայեք որտեղ ազատ Տոմս կա, առեք գնացեք նայեք։ Հա, դե լավ, այդ որ Վերջը ցույց տվեց։ դες դու ես խանդում։ Հələ չի անջատը սա վիդեո։ Ես դրանցից չի։ Սա չի անջատը վիդեոն դե։ Աշխարհում ինձ ամենաշատը իմ կիսուրն է խանդում։ Արի, դու բարի։ Մեր նորա հարսիկ, ինձ շատ է սիրում կիսուր մայրիկ։ Այո։ Ինչքան շատ։ Հարգում սիրում տեղ ենք տալի։ Դու մի խոսա, մենք քո սիրելը գիտենք։ Ինչքան շատ ես։ Դոկումենտ է։ Սա դոկումենտալ ֆիլմ է իմ մասին։ Ինչքան շատ ես սիրում։ Ամպիչ։ Լավ։ Նախորդ հակոստից դա մնացիական ջողներ։ Всё, վաղվանից թերթերը Երեք հայկական շոու բիզնեսում իսկական տոն ու ուրախություններ ամուսնանում էր դերասան Ազատ Անիբարյանը։ Վերջինս հայտնի է Սվայցբով կառախ Արցախի ՈՒՀ թիմից։ Նրա սիրելին Էլենը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ներկային այս ուրախ իրադարձությանը։ Երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով է հանդես եկել նոր ամուսնական զույգը։ Բացի այդ բավականին յուրօրինակ և չկրկնվող հարսի պարով է հանդես եկել Ազատի կինը Էլենը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մագա Հարությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Արամ Մելիքյանն իր ողջ ընտանիքով, բլոգերներից Նինա Տիտանյանը, Աստվածուհին և մի շարք հայ հայտնիներ ներկա էին։ Նրանք մի լավ ուրախացել են, պարել և իրենց գեղեցիկ օրվա կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, Ազատը հայտնի է Սվայցբով կառախ Արցախի թիմից։ Թիմը ստեղծվել է 2014 թվականին։ 2015 թվականին խաղացել են Ստավրոպոլի Կովկաս լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է խաղի լավագույն տղամարդ դերասան։ 2016-ից Կրասնոդարի կենտրոնական լիգայում են խաղացել, երկու դեպքում էլ հասել են եզրափակիչ։ Սկզբում թիմը բաղկացած է եղել միայն արցախցի տղաներից, սակայն հետո նրանք հասկացել են, որ թիմին համալրում է անհրաժեշտ։ 2016-ին համալրեցին թիմը Վահեն ու Ազատը Հայաստանից։ Նշենք նաև, որ թիմում տղաները բավականին մտերիմ են։ Նրանք հումորով, կյանքով լեցուն, սրամիտ ու անկաշկանդ են։ Նշենք, որ ավելի վաղ Ազատը խոսելով հումորի մասին ասել էր՝ չլիներ հումորը,
ապա նորմալ գործ կունենայինք, ամեն կատակի մեջ կա ճշմարտություն։ Ճիշտ է, կգոռար Նազանի Հովհաննիսյանը ամենախելացին հաղորդմասրճանակներում։ Հումորը մեռնում է, երբ տարիքն արդեն այն չի լինում, Հայաստանում էլ նորմալ բուժում չկա։ Ինչ լինում է, թող հրաժեշտին լինի, ծիծաղում է նա, Վաստակը։ Հավելենք նաև, որ առանձնացրել ենք 3 տեղի ունեցած շքեղ երեկոյից մի քանի կադրեր, ներկայացնում ենք դրանք ձեզ և միանում բոլոր շնորհավորանքներին, մաղթելով զույգին համատեղ երկար տարիների երջանիկ կյանք։ Եղով եկել ենք հարսանենք, շուտվանից սաղցեղով իր այդ չենք հարել։ Հլա ռազբորնիկին նարեկան։ Լյուձիվ չորնմ։ Ուր աստելը։ Մենոց հացուտելու։ Մի տեսակ աստելը։ Սոված է։ Չի ուզում չէ գա։ Ուր։ Ստե չի ուզում գա։ Մենք մեր շատ սիրելի Աֆինայում ենք։ Մեր շատ սիրելի ընկերների Ազատի ու Էլենի Լասայելենի շորին սիրում էր։ Հա, շոր։ Շոր։ Սա ցույց կտանք մեր հասիկին ու փեսային շատ սիրում։